Շիրակի Մարս քաղաք Գյումրի Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական այցը այս տարածաշրջան։ Ու թեպետ վերջին այցելությունից հետո շատ ժամանակ չի անցել, սակայն նորից մի քանի 100 շիրակցիներ են հավաքվել, ովքեր ԲՀԿ շարքերն անդամագրվելու ցանկություն ունեն։ Գագիկ Ծառուկյանի Գյումրիում կայացած հանդիպումների շարքը մեկնարկում է հենց նոր կուսակցականների հետ հանդիպումով։ Տեսնելով ԲՀԿ ծավալած խոշորամասշտաբ գործունեությունը, առկա խնդիրների լուծման համար ձեռնարկվող գործնական քայլերն ու կիսելով կուսակցության գաղափարախոսությունը, այս մարդիկ ԲՀԿ անդամ դառնալու որոշում են կայացրել։ Այսօր մեզ համար պատմական օր է։ Պատմական է այն իմաստով, որ մեր համաքաղաքացիները, շիրակցիները 600 ուրեմն քաղաքացիներ տեսնելով պարոն Ծառուկյանի կատարած մեծ աշխատանքը, որը մեր երկրում ունի շատ մեծ խարիզմա, նրանք իրենց դիմումի համաձայն ինտեգրվում են մեր շարքերը, Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերը։ Կուսակցականներից ոմանք իրենց անդամատոմսերն ու կրծքանշանները հենց ԲՀԿ նախագահից ստանալու պատվին արժանացան։ Խոստացան բարձր պահել կուսակցության պատիվն ու նպաստել ծրագրային դրույթների իրականացմանը։ Ողջունելով նոր կուսակիցներին ԲՀԿ նախագահն ընդգծեց, որ միահամուռ ջանքերով ու միասնաբար պետք է աշխատեն ի նպաստ մեր երկրի բարօրության ու բարգավաճման։ Իսկ ես միշտ ձեր կողքին եմ ու մեր խոսքը գործ է կարգախոսը այսուհետ նույնն է բոլորիս համար, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Ողջունում եմ ձեզ սիրելի գյումրեցիներ, իհարկե արդեն մեր կուսակից ընկերներ։ Ես ուզում եմ ձեզ բոլորից շնորհավորել այսօրվա կապակցությամբ, ձեր մուտքը Բարգավաճ Հայաստան։ Ես դա միշտ ասել եմ, որ միայնակ մարդը անկախ իր դիրքից, իր պաշտոնից, իր հնարավորությունից չի կարող իրականացնել իր ծրագրերը, այլ հարկավոր է միասնական, որ իրականացնենք մեր բոլորի սպասելիքը, նպատակը ծրագիրը կյանքի կոչենք։ Իմ նպատակը մեկն է, որ մեր խոսքը գործ դարձնենք ու երբեք այդ վստահությունը, հավատքը, որ կա մեր հանդեպ, իմ հանդեպ, կուսակցության հանդեպ, դա երբեք չենք խախտելու, այլ սրբության պես առավել ևս պահել ենք, պահպանենք։ Ձեզ ցանկանում եմ հույս հավատ, լավ տրամադրություն եւ Աստված թող պահպան լինի ձեր բոլորին, ամեն ինչ կյանքի կոչենք միասնական, ունենանք հզոր երկիր, բարեկեցիկ Բարգավաճ ժողովուրդ։ Շնորհակալություն։ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց նաև պատասխանել գյումրեցիներին հետաքրքրող հարցերին, հնչեցին նաև շնորհակալական խոսքեր կապված կուսակցության ու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ծավալած գործունեության հետ։ Առաջին բանն է, որ փոխադարձ բոլոր ժողովրդների համար, սպորտների, տիրի, համավարների հետապատասխան։ Հաջորդ թիվ արդեն ԲՀԿ նոր գրասենյակի նորամուտները։ Այստեղ գործունեությունը ծավալելու Գյումրու ԲՀԿ հերթական տարածքային մարմինը կատարվելու է քաղաքացիների ընդունելություն։ Գագիկ Ծառուկյանը շրջեց գրասենյակում, ծանոթացավ պայմաններին։ Այստեղ եւս կուսակցության նախագահը անդամատոմսեր հանձնեց ԲՀԿ շարքերը համալրած անձանց։ Բարգավաճ Հայաստան կուսակցության շարքերի համալրման գործընթացը շարունակվեց նաև ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի գրասենյակում։ Այստեղ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանը գյումրեցիներին տեղեկացրեց նաև իրենց քաղաքին սպասվող երկու անակնկալների մասին, որոնք իրագործվելու են ԲՀԿ նախագահի նախաձեռնությամբ ու Գագիկ Ծառուկյան հիմնադրամի աջակցությամբ։ 20 միլիոն դրամի սահմաններում կազմող գումար է։ Ծառուկյան հիմնադրամի միջոցներով պարոն Ծառուկյանը այդ գումարը տրամադրում է, որպեսզի մեր կենտրոնական եկեղեցին լրիվ բարեկարգ վիճակում լինի։ Ծառուկյան հիմնադրամի միջոցներով ամբողջովին վերանորոգվելու է եւ սպորտային գույքով ապահովվելու է 5-րդ դպրոցի մարզադահլիճը։ Շնորհակալություն։ Հանդիսավոր պայմաններում շիրակցիները երդվում են անվերապահորեն կատարել կուսակցական պարտականությունները, տարածել գաղափարախոսությունն ու բարձր պահել կուսակցության պատիվը։ Երդվում են։ Նորաթող կուսակցականներին անդամատոմսերը հանձնելուց հետո Գագիկ Ծառուկյանն ընդգծում է Բարգավաճ Հայաստանը հավասար հնարավորությունների կուսակցություն է, որտեղ յուրաքանչյուր ոք գնահատվում է ըստ իր կատարած աշխատանքի։ Անհրաժեշտ է, որ բոլորին հնարավորություն տրվի, բոլորին կապ չունի ծանոթ, բարեկամ, ազգանուն, այլ հիմնականում որ բոլորը կարողանան մասնակցեն մրցակցության,
Հաղթի ուժեղը, խելացին, բանիմացը, արդյունավետը, որ դրանից կօգտվի երկիրն ու ժողովուրդը։ Այսօր շատ բան պետք չի, հարկավոր է բոլորին հնարավորություն տալու, որ մարդը կարողանա աշխատի, ստեղծագործի, իր ընտանիքը պահի, իր ծնողին կերակրի, իր երեխային հագցնի։ Մեկ անգամ եւս ես ուզում եմ ձեզ շնորհավորել, ցանկում եմ առողջություն, հաջողություն ձեր նպատակն իրականացում։ Շնորհակալություն։ Այցի ավարտին գյումրեցիներին Գագիկ Ծառուկյանը հրաժեշտ է տալիս շատ շուտով նորից հանդիպելու պատրաստակամությամբ, իսկ շիրակցիները ամփոփում են՝ սպասելու ենք անպայման։ Իվետ Ատոնոյան, Հովհաննես Քյուրքչյան, Աշոտ Համբարձումյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։